Բարև, Ռուբիկ ձյաց, ոնց եք։ Վերքաբերցի Ռուբիկ Ավետիսյանն է, վերադառնում է դաշտից, կարտոֆիլը հողին պահ է տվել, կսպասի բերքին, բայց արդյոք չի շտապել ցանքի հարցում։ Այ շատ օգնիկ ասենք բանին, փետրվարքիսեն են ցանում։ Պարզվում է բերքաբերում եւս գարունը մարտից էլ շուտ է բացվում, գյուղի ծառերն ու թփերը դեռ ձմռան վերջում արդեն խոստումնալից բողբոջում են։ Լեռների լանջերին կանաչն արագ տարածվում է, այգիներում սկսվում են առաջին աշխատանքները։ Մի խոսքով բնությունը շտապում է առաջ անցնել օրացույցից։ Մայնե։ Մայնե։ Արի կոֆետի։ Սուրճի պատրաստության հետ մեկտեղ Տիկին Մանյան նաև մեր հարցերին պատասխանեց, նախ թվելով սահմանազատումից հետո գյուղում արված գործերը։ Մեր գազը ջուրը եղել է, կրակոցների ժամանակ բոլորը վերացել է։ Հիմա նորից գազը բերել են, հայատն են հասցրել, ջուրը նույնպես հայատն են հասցրել, խմելու ջուրը իհարկե, ոռոգման ունենք։ Հա, շնորհակալ եմ, արդեն գյուղը շնչում է։ Նոր տներ են կառուցել, մենք էլ են կառուցել։ Հա, շատ սիրուն է իհարկե, որ մինչև վերջերը, մինչև են կոտեջների մոտը գնացել է։ Ջուրն են հիմա բերում, լուսերի ձևն են փոխում, նենց որ շատ լավ է, գյուղը զարգանում, առաջադիմել է շատ։ Բերքաբերում կառավարության 16+5 միլիոնի ծրագրով արդեն իսկ 103 տուն է կառուցվում։ Ընդհանրապես ոչ մեկ չի պատկերացրել, որ օրերից մի օր հնարավորություն կլներ սենց։ Вообще անկախությունից հետո մեր գյուղում ընդամենը 2 տուն է կառուցվել։ Բայց այս մի տարվա ընթացքում արդեն 103 տուն կա պատրաստի։ Եղբոր համար նախատեսված այս տունը Արան իր ձեռքերով է սարքել, իր գծագրածով ու մտքի թռիչքով։ Ներսում արդեն խելացի լուծումներն են, ամբողջությամբ սենսորային ու էներգախնայող համակարգերի կիրառմամբ։ Արա հենց պատուհաններից բացվող տեսանում թե նորակառույց տներն են, թե սահմանագիծը։ Եթե մայրաքաղաքում սահմանը քննարկվում է սոցցանցերում, ապա այստեղ սահմանագիծը երևում է գրեթե բոլորի պատշգամբներից կամ պատուհաններից։ Գյուղից արտագաղթ չկա, կա մասնագետի կարիք, նոր տների կառուցման, վերանորոգման, ասֆալտապատման, բնական գազի վերականգնման ու խմելու ջրագծերի անցկացման աշխատանքներում ընդգրկվում են նաև կողքի գյուղերի վարպետները։ Հա, ու պլյուս մի քանի շինարարություն կար, բանից էին։ Միջինասիական երկրներից էին եկել։ Գյուղում։ Հա, գյուղում։ Ու շատ գոհ էին, ասում աստեղ Եվրոպայա։ Մեր մոտ ասում չկա սենց նման աշխատավարձ։ Հա, մի երկու տուն տենց արտերկրից են եկել։ Սահմանազատումից հետո անվտանգային առումով ինչ է փոխվել։ Արդյոք սահմանի նախկին լարվածությունն անցյալում է մնացել։ Առաջ ու հմի։ Ես արդեն եւի 21-20 թվից ես կողմել եւ գրակոտ չի եղել։ Հիմա առաջի անգամ խաղաղություն ենք զգում։ Երբևէ չի եղել սենց։ Եթե այսպես խաղաղ է լինի, շատ լավ կլինի։ Ամերիկանու մտիկա, օ պատկացին, որ կարողա կպչեն։ Հիմա դու ասենք ինչ ես գիտեմ, միշտի բունց կլի ինչ կլի մեր Հայաստանում, էլի։ Մեկ էլ դա մոմենտա մստեսմանից, շո, քնած։ Էտա։ Դայ բող, թող քաշի մի 100 տարի հետո դե հիմա ինչեր կփոխվի։ Բայց ես զգում եմ, մի քիչ զգացող եմ, էլի տենց ասենք կոպիտ ասած, որ չի լինելու։ Կռիվ չի լինելու։ Ակլորներն են շատ։ 4 հատ ակլորատ 12 հավ, դյամեկին 3 հատ անգամ, դե շատ է էլի։ Հավերն ու ակլորները Սուրեն Խուդավերդյանինն են։ Տանից դուրս է եկել բակը կարգի բերելու, չորացած ցախու ճյուղն առանձնացնելու, կտրատելու։ Նախկին գյուղապետ այժմյան թոշակառու Սուրենը լավ գիտի գյուղի վերուդիրը, դիտարկումներ ունի նաև վարելահողերի վերադարձի մասով։ Սահմանազատումներին եկան հենց հասան Բերքաբերի դիմացի այդ հողերը, այդտեղ չարին։ Անցան ներքևնարին, ինչ որ հողը պատկանում է մեզ հանձնեցեք, մենք ուրիշ ինչ չենք ուզում։ Իրանց հանձնեցեք, մենք իմանանք իսկական սահմանը։ Հիմա եթե 605 հեկտար վայելահող ունենք, 85 հեկտարը այս ափին է, 520 հեկտար է մյուս ափին։ Ժողովուրդ ոնց ապրելու։ Մենք ավելի լավ կապրենք։ Հա, սող վարելահողը են գոլին, էլի, ջրի են ասեն։ Բայց մեզ տան ավելի լավ կլի, մեր հողն ավոն չեն տան։ Մեր լեկանց տեղացին, որ երկրորդ փուլը մաղնելու, առայժմ սպասեցեք, եթե սպասում ենք, եվ կլնի։
Գիրանց տանող ճանապարհն է։ Հորիզոնի նկարանող խումբը գյուղում եղել էր նաև նախորդ տարի, երբ սահմանազատումից հետո նոր էր սկսել Գիրանցի կյանքն աշխուժանալ։ Սահմանագծից անմիջապես ներս գյուղի դպրոցն է։ Դպրոցի եւ միջպետական ճանապարհի հարևանությամբ է գտնվում 19-րդ դարի Բազիլիկ Ոճի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որի վերանորոգումը պետության օժանդակությամբ մեկնարկել էր դեռ նախորդ տարի։ Աշխատանքներն այժմ գրեթե ավարտին են մոտենում։ Գարուն հիշեցնող Գիրանցում եւս կյանքը խաղաղ է։ Գյուղատնտեսական աշխատանքներն այստեղ են թափառել։ Տիկին Ալվարդը բարեկամուհու Սարից նորիչած տիկին Էմայի հետ փիփերթ մաքրելու գործին է։ Եթե երեգե բանջարը կտեսնեիք, երեգե բանջարին հավաք է։ Մի խոսքով կանաչը դուրս ա եկել, արդեն գարուն ա մեր մոտ, ժողովուրդ արդեն զբաղվում են իրանց այգիներով, բաղչով, հավաքում են այն, ինչը որ անհրաժեշտ է ուտելու համար, սարքում ենք կերակուր, ապրում ենք այսպես խաղաղ, ապրում ենք այսպես մաքուր օդում, մաքուր հողում, մաքուր ջրում, մեր հայրենի հողում։ Գյուղից դուրս եկող չի եկել, ոչ մեկը չեն լքում, նորակառույց տներ են, տեսք ինչքան տներ են սարքել, այնքան ուրախ են, որ գյուղը բարգավաճում է, աճում է, լավանում է, չեն քնում, չեն փախնում գյուղից, այլ գալիս են, մեր գյուղի վրա գալիս են, վաղ շատ վատ էր վիճակը, բա ոնց ասենք, բա մի խախանդա, մի լավնա, բա 44 օրյա պատերազմի վաղտեն ինչ վիճակ էր, քարե կարկուտ էր թափը մարդկանց վրա, դե հետուն կար, որ խփված չլեր, դե հետուն կլեր, որ վնասը քաշած չլեր, բայց հիմա շատ լավ է ցավը տանեմ, շատ լավ է։ Շրջեցինք Գիրանցի փողոցներով, զրուցեցինք նաև այլ մարդկանց հետ։ Կառավարությունը ճարտարապետական նոր լուծումներով գյուղում նոր տեսքի է բերելու ճանապարհները, տանիքները, ժամանցի կենտրոններով աշխուժացնելու է համայնքային կյանքը։ Գիրանցեցիների տեսակետներն ու զգացողությունները գրեթե նույնականային, փոխ լրացնող, նաև ակնառու փոփոխությունները գնահատող։ Այս մեկը մերն է, թորանստունն է։ Մեր անունով բան պետությունը գումարը տվել է, սարքել ենք։ Հա, մերն է այս մեկը։ Շատերն են սարքել են, այստեղ, այն վերևի են թաղամասեն, այստեղի վերևը, գյուղի վերևը, գյուղամիջումը շատ տներ են սարքել։ Թե տիկին Սեդայի եւ թե շատերի մտքում նաև հարցական կա։ Արդյոք կպահպանվի այս խաղաղ վիճակը։ Թուրքը այն ձևի անձնավորություն այն այս մարդա, նրան վստահել չկա երբեք։ Դե ամեն կերպ ուզում են, որ այն անամ ժողովուրդին հորդորում են, որ ամեն ինչ լավ կլի, ամեն ինչ լավը կլի։ Դե տենանք ոնց կստացվի։ Եթե օրինակ Գիրանց բերքաբեր բնակավայրերի համար սահմանն արդեն տեսանելի է ու անգամ շոշափելի, ապա Իջևանի եւ ընդհանրապես հանրապետության սահմանամերձ այլ բնակավայրերի համար այն դեռ սպասում է։ Թող սահմանազատ են մեր գյուղը, որ մենք էլ մեր սահմանը իմանանք, մեր հողերից այնքան ընդեղ կա, քանի հեկտար կա առանց մշակելու։ Ոնց եղել է, որ թվականի քարտեզով արել են, այդ թվականով հետ գնալու տեղ ունեն իրանք, եթե առաջին եկել, թող հետ գնան, նույն ձևի սահմանազատումն անեն, նույն ձևի մեր սահմանապահ զորքը կանգնի ու կրակոլ չլի, մեր ժողովուրդին ինչա պետք, արարող, ստեղծող ժողովուրդ են։ Սարի գյուղում էլ պետության աջակցությամբ 114 նոր տուն է կառուցվել։ Այստեղից էլ մարդիկ չեն արտագաղթում։ Գրած դժվարություններից հետո պատերազմի հիշողությունները թեև վառ են, բայց մարդիկ նաև ունեն զգուշավոր լավատեսություն։ Հիմա կրակոցներ կան։ Չէ, հիմա կրակոցներ չկա։ Լավ են ոչինչ դե, փառք Աստծո։ Ապրում ենք երելա, որ խաղաղ է, էլի ինչ ասեմ։ Գրիվ չկա։ Դե միթե հետո ոնց կլինի չգիտեմ։ Փախչում ենք, պես Իջևան ենք քինում, փախչում ենք հերու բարեկամի տուն ենք քինում։ Հիմա աստուն փառք խաղաղ ապրում ենք, ինչ ալել։ Ինչես կողմից եմ, ոչ են կողմից եմ։ Ես Հայաստան Հանրապետության կողմից եմ։ Ես խաղաղության կողմնակից եմ։ Ես չեմ ուզում պատերազմ լինի, ես չեմ ուզում իմ եղբայրը զոհվի, իմ ընկերը զոհվի, ես զոհվեմ։ Մեզ է տա պետք ընդամենը։ Դիարժեք ոչ մի բան չի կարող լինի։ 100%-անոց ոչ մի բան չի կարող լինի։ Բայց որ ապահովություն կա, դա փաստ է։ Երաշխիքներն է, որ մարդիկ պետք է չհուսահատվեն, նախտա, երկրորդն է, պետք է հույս ունենան ամեն ինչը, որ լավ կլինի, որ լավ լինի։ Եթե վատ մտածեցիր, վատ ալնելու, լավ ասեցիր, լավ ալնելու։ Ես ոչ մի բան չունեմ ասել։ 44-օրյա պատերազմից շուրջ 5 տարի անց սահմանամերձ համայնքներում զգացողությունը միանշանակ չէ, բայց ավելի զուսպ է։ Մարդիկ այստեղ ապրում են, շարունակում են տներ կառուցել,
փորձելով պահպանել կայունությունն ու վստահությունը ապագայի հանդեպ։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն, Տավուշ։